Բարև ձեզ հայր ջան։ Ուրեմն փորձեմ ձեզ ներկայացնել ինչա կատարվում աշխարհում, ինչ վտանգների դեմ կայնած է Հայաստանը, եւ այսօր շատ նկարներ եմ ձեզ ցույց տալու հայեր ջան։ Ուրեմն գիտեք, շուտվանից հայերովս ապացույցում ենք, որ ամբողջ աշխարհի երկրները գրավված են։ Քաղաքական դաշտը զավթված է ջհուդներով։ Ամբողջ աշխարհը ժողովուրդ ջան, առանց բացառության։ Բոլոր երկրները զավթված են ջհուդներով։ Տեսնում եք, վերջերս իբր թե ձերբակալել են Վենեսուելայի նախագահին։ Վենեսուելայի նախագահան հայեր ջան, նույն Նիկոլն է Վենեսուելայի։ Քանդեց երկիրը, գործն արեց բրծավ, ձև բռնեցին, որ ձերբակալեցին, ուղղակի կգնա իրանց մասոնական կղզիներում, արդեն գվայելի իրան կյանքը անհոգ։ Հիմա ձեզ ցույց կտամ Վենեսուելայի նախագահի նկարները, որ ինքը սատանիստ է, ջհուդը մասոնը։ Նայեք, սա ինքն է։ Ժեստը հիմա ձեզ ցույց կտամ, որ պարզ լինի։ Հենց այնց չի։ Ասեմ իմանաք, բոլոր ջհուդները, սատանիստները, իրանց համար շատ կարևոր է։ Իրանց սիմվոլիկան, իրանց ժեստերը, իրանք ցույց տան, պարտադիր է դա։ Նայեք։ Սա ժեստ։ Սա իրանց ջհուդական գարշոկը գլխին։ Գլխարկ չի, գարշոկը ժողովուրդ ջան։ Նայեք ժեստերը։ Սա տեսնում եք, այս նկարը։ Յանիմ ձերբակալեցին։ Սա մասոնական ռիտուալ է, նույնը Արցախից իբր թե ձերբակալեցին տարան, Տատառուբոյին, Անգլիայի թագուհու պրոտեժեին, Ռուբեն Վարդանյանին, որ սա նշանակում է քանդեցինք, հանձնեցինք եւ գործը ավարտեցինք, ժողովուրդ ջան։ Խաղը խաղում են, որ
իշխանության հնարավորաբերեն կին ջվուտ արդեն մի ջվուտին փոխում են մյուս ջվուտով ժողովուրդ ջան սա է հիմա հայեր ջան սա տեսակ հասկացակ որ հերթական անգամ խաղա թալանեցին կերան իրանցով արեցին Վենեսուելան հիմա ձեզ նկարներ ցույց կտամ որ իմանաք որ բոլոր պետությունները ջվուտների տակն է սա Հռոմի պապն է ինքն է խոնարհվում եւ համբուրում Ռոթշիլդների, Ռոքֆելերների ձեռքը, այսինքն աշխարհը կառավարվում է, էսա Հռոմի պապը համբուրում է։ Այդ երկու գերտաստաններով։ Հիմա շարունակությունը ցույց կտամ, որ տեսնեք։ Սա բուշն է, իրանց գլխարկով, տեսակ։ Հերթով սենց ես ցույց կտամ։ Օբամա։ Մակրոնը։ Այսենց նայեք, ուշադիր նայեք, որ բոլոր երկրների պետությունները, այսինքն ոչ թե ղեկավար են իրանք, ժողովուրդ ջան, ղեկավարի դեր կատարողներն են։ Սրանք հարց լուծող չեն։ Սրանք դեր են տանում ընդամենը։ Էսի Զելենսկին է։ Այս սաղ վիդեոներից ժողովուրդ ջան ստոպ կադր են կարը, որ հանգարց ես կասեմ, որ սա ֆոտոշոպ է կամ եսի մինչա, հավատացեք, սա վիդեո ռոլիկներից ստոպ կադր են կարել, այս նայեք։ Կլինտոնն է։ Բարիս Ջոնսոնն է։ Իմիջայլոց պապը թուրք է։ Թուրքերն էլ ջվուտ են, որ իմանաք։ Հերթով այսեն ցույց կտանք ձեզ, ժողովուրդ ջան, հայր ջան։ Սա էլ պատմական Պուտինն է։ Իբր թե ռուսկի բագատիր, или ամուրըմիցնա, փրկիչնա սլավոն ժողովուրդիների։ Ես էլ Կանադայի Տրյուդոնը, որ թուրք Նիկոլ Փաշաևը լֆիգի ֆիրմայի գործած նասկիները հայկական դրոշակի գույներով, գյոզերով հական իրանց ոտերին, ռիտուալը նրա մեջն էր, որ Հայաստանը ոտնահարեն, հիշում եք սա։ Սա Մակրոնն է, ստինապլաչը, էսա, նայեք։ Ու սենց ամբողջ աշխարհի երկրների ղեկավարների դեր տանողները։ Հիմա նաև ցույց տամ ոնց են երկրներում թաքնված ջվուտները ապրում եւ աշխատում։ Հայաստանի օրինակով։ Անցած տարի նկատեցի, որ
Անցած տարի նկատեցի Messenger-իս մեջ որ Messenger-իս մեջ մտել է ни много ни мало Հայաստանի սինագոգայի ռավինը։ Զարմացել եմ, ժողովուրդ ջան, ոնց են աշխատում։ Մտել են Messenger-իս մեջ ни много ни мало Իսրայելի Հայաստանում գործող սինագոգայի ռավինը Գարշոն այս մտել էր Messenger-իս մեջ շպիոնություն էին անում ինչ որ անում են բաց եմ անում թկած կամ ամբողջ աշխարհի ջվուտների վրա ոչ մեկից վախենալու չունեմ ժողովուրդ ջան կես բառ անգամ թաքնված խոսածած չկա ինչ կա բաց է երթող երազեն որ ես պիտի իրանցից վախենամ հիմա մտա ասի տեսնեմ էսի ով է տեսնում եմ պոստա գրել որ вчера это 23 թվին вчера пост на 23 թվին вчера 10 Кислев в день освобождения Миттель-Ребе Раби Дов Берешнеури произошло еще одно значимое для нашей синагоги событие. Впервые за годы существования религиозного центра Мордехай Нави синагога наполнилась, видите ли, особым светом. Вчера в стенах синагоги была произведена брит-мила. Талпателен, сюннета. Мазал Тов, желаю здоровья, счастья и радости родителям и ребенку. Пусть множится в Армении число детей в нашей общине, Дзеви Хамарель Гареля и всех проживающих национальностей. Գնացինք дальше. Սա նկարներն է դրել է, որ իրանց լամուկներին բան են արել, թլպատել են. Всё ничего. Մտնում եմ կոմենտների մեջ. Ահա. Շուշանիկ Արևշատյան. Հրեաներեն ջհուդի լեզվով գրել է Մազալ Տով. Նայում ենք Շուշանիկ Արևշատյանը ով է, հայեցինք, էսա, Շուշան Արևշատյան, էսա խոշոր ծնեմ նկարը, որ լավ նայեք ժողովուրդ ջան, այս է, ни много ни мало, Վան ռադիո կայանի տնօրենն է. Տասնութ թվին հիշում եք ամբողջ ջվուտներով իբր թե հայ են, Նիկոլ էին բերում իշխանության. հասկացաք ժողովուրդ ջան, ոնց են թաքնված հայկական ազգանունների տակ, գրավել են ամբողջ քաղաքական դաշտը, մամուլը ու գործում են. Սա ձեզ ցույց տվեցի ժողովուրդ ջան, հայեր ջան, որ դրսում ներսում նստած են բոլոր երկրներում ջհուդները. Հիմա ձեզ ցույց կտամ
Ուրեմն post-ա գրել։ Я хотел вернуться в Израиль и сообщить вам, что я служил вам, будучи мэром. Оказывается, мэр Нью-Йорка должен служить Израилю. Ну и еще немного Турции. Էսել, որ ներկայացնում են, որ Նյու Յորքի քաղաքապետը մուսուլման է, ժողովուրդ, էս։ Ջհուդը։ Անցնենք շարունակություն։ Սա ձեզ ցույց տամ այս նկարը։ Ուշադրություն դարձրեք ժամացույցի ցիֆերբլատին։ Ժողովուրդ։ Ես ասենց ցույց տամ, մի րոպե, կադրը փոխեմ, որ դուք տեսնեք։ Ժամացույցի ցիֆերբլատը, տեսնում եք։ Սա թուրքաջևուտ թլպատված Նիկոլ Փաշաևի իբր թե ընտանիքն է։ Ըստ Լիա Ավետիսյանին, այն որ ներկայացնում են ջհուդին հայ գրող պուբլիցիստ исследователь, Էրատոյի առաջի աղջիկը գրզոից է, երկրորդ աղջիկը, հիշում եք, 18 թվին Վալերի Օվսիպյանի հետ, որ ցույցեր էին անում Պողոսյան, Հունան Պողոսյան, որ հեղափոխություն եղավ, նշանակեցին Սյունիքի մարզպետ։ Հետո Արցախը հանձնելուց հետո սենց իբր թե հայա հրաժարվեց այդ պաշտոնից, գործնարին պրծան, հետո որպեսի հայ հրաժարվեց պաշտոնից։ Ըստ Լիա Ավետիսյանի երկրորդ աղջիկը ցրտվել է Էրատոյով Հունան Պողոսյանից։ Ահա, ժամացույցը թարս, ժողովուրդ ջան։ Գիրկը որ գրել է, իրան ոնց այնք ամեն արձանը տեսնելուց ուզեցել է բռնաբարել, ինչ հաճույք է սերական կյանքով երիտասարդ տղու հետ քնել, որը դեռ սերական կյանքով չի ապրել, գրքի անվանումը երկրագունդը հագարակ կողմից։ Խնդրում եմ հիմա ինձ կոմենտներ մի գրեք, ընդհատվում է։ Ստիպված դրա համար եմ գիշեր լայվեր անում։ Թուրք Նիկոլ Փաշաևի գրքի անվանումը, որտեղ գրում է, որ ինչ արձան տեսավ ուզեց բռնաբարել, որ ինչ երջանկությունը սերական կյանքով չաբրած տղու հետ սերական հարաբերությունների մեջ մտնել երիտասարդ տղու հետ, գրքի անվանումը երկրագունդը հագարակ կողմից, ժողովուրդ ջան, երկրագունդը, ոչ թե երգիրը հագարակ կողմից կամ գլոբուսը հագարակ կողմից, երկրագունդի հագարակ կողմը Թարսուշիդա կանելն է։ Դժոխք խոսքը դժոխքի մասին է, ժողովուրդ։ Մեզ տանում են դեպի ետ։ Զերո կետը, որ ասում էր, ինքը սկսում է զերո կետից։
Այն որին ասում ես սկսում եմ 0 կետից, դուք գիտեք ինչ ասումը հակառակը պետք է հասկանաք։ Ինքը ավարտելու ցանկություն ունի, հասցնի մեզ 0 կետի, ժամացույցը թարս է։ Գնացինք մյուս նկարը։ Ստեղ դուք տեսնում եք Էրդողանին հրյաների, ռավինների հետ հեսա։ Ստեղ դուք կտեսնեք իմ պատենտ Ալիևին, տղուն, որի կինը Մեխրիբանը մասոն ջվուտ Լուկաշենկոյի հետ է ման գալիս, անգամ լուրջ մամուլը միջազգային դրա մասին գրում է և իրանց ազերների բլոգերներն են գրում դրա մասին, էս էլ Գեյդար Ալիևն է, նայեք։ Էսի Էրդողանի կնիկն է, աչքը տեսնում եք։ Էսի պատմական բոզնա։ Իմիջայլոց նմանություն ունեն, շատ ուշադրություն դարձրեք, երջանիկ ժպիտով նկարվել է։ Հիմա ձեզ ցույց տամ, որ սովետական միության մասին, որ տարածում են, ինչքան մենք երջանիկ ենք եղել, որ խոսում եմ ջվուտներով ստեղծված մեր հողերի և մեր պապերի առնան վրա պետություն է եղել, ես էլ ձեզի նկար, տեսնեմ լավ երևում է, նայեք ովքեր են, Ելցինն է, Շևարդնաձեն է, են մեկը չգիտեմ ով է, վերջին էլ Լուկաշենկոն է։ 5 գելերից է, կարելի ասել, 5 գելերից են։ Էս էլ Գորբաչովն է։ Գորբաչովն է, իրականությամբ Գերբեր ազգանունը, որ իմանաք, էս էլ իրանց Ուստինի պլաչը Իսրայելում Գորբաչովն է, նայեք։ Սա էլ արդեն Պուտին Գորբաչով ու Ռաիսը Գորբաչովն, նայեք, սա իրար հետ լավ են։ Էս էլ ձեզ նկար, որ Պուտինը իրանց մոմակալն է վարում։ Այդ մոմակալը իրանց ջվուդական մինորան իրավունք ունեն վարելու միայն երկու կողմնանի հորն ու մոր կողմից ջվուդ լինելը, խառնածինը իրավունք չունի։ Դե, ես էլ արդեն նայեք, ինչ երջանկությունը։ Էդի Ռուսաստանի Ռավինի հետ էր։ Սա Տրամպն է, Ուստինի պլաչ։ Սա Բարիս Ջոնսոնն է, մոմակալն է վարում։
Այսպեսի Բարիս Ջոնսոնն է Իսրայելում Ուստինի պլաչը։ Այս արդեն այնց նկարա, որ դուք տեսնեք և Պուտինը, և Տրամպը, և Զելենսկին, այսա, իրանց ռավիններով շրջափակված են։ Իրեքն էլ չվուդեն պատոմստվեն։ Կալամոյսկին։ Սաղ ինչ կան կրուպնի բիզնեսմեններ կան աշխարհում, ալիգարխները, իմացեք, որ ոչ մի ազգի ներկայացուցիչ չկան, բոլորը իրանց ջհուդներն են։ Զելենսկին է, Ուստինի պլաչ, խնդրեմ։ Էրդողանն է, մոմակալը, տեսնում եք։ Трамп выделил 100 миллионов на усиление безопасности более 500 еврейских учреждений по всей стране. 100 միլիոն դոլար տրամադրել է, որ 500 ջհուդական կազմակերպությունը ապահովեն անվտանգությունով Ամերիկայում։ А это Дональд Трамп 7 октября 2024 года, за месяц до президентских выборов, вечер памяти Шнейрсона получает благословение на президентский срок. Ընտրություններից մի ամիս առաջ գնացել է Օրշնակստանը Շնեյրսոնից։ Молодой Билл Гейтс получает благословение от последнего раби Хабада Менахема Менделя Шнейрсона. Напомним, что мать Гейтса по фамилии Максвелл исходит из семьи Максвелл, тесно связанных с Моссад агентов. Совпадение? Не думаю. Они похожи как родные сестры. Ангела Меркель, Тереза Мей, Даля Грибаскуайте. Просто совпадение, не правда ли? В 91-х, 92-х учились по программе для руководителей в Институте международных экономических отношений Джорджтаунского университета в Вашингтоне. Ага. Այսինքն իրանք արդեն սովորում էին ինստիտուտ руководителей։ Միքայելոց ձեզ ասեմ, նայեք բոլորի աչքերին։ Իսկական ջհուդների զրաչոկը ներքևի վեկան, հա, չի կպնում։ Ուշադիր նայեք, դրա համար գիշատիճի հայացք ունեն։ Նայեք, իրեկի հայացքն է։ Զրաչոկը տագի կոբին չի հասնում։ Սա հայեր ջան, ձեզ ցույց տվեցի, որ բոլոր պետությունները զավթված են ջհուդներով և ցույց տվեցի ոնց են բոլոր երկրների ներսում նստած են ջհուդները տիտուլային ազգի տակ, տիտուլային ազգանունների տակ և գործում են այդ երկրների դեմ։ Ինչա կատարվում հիմա ժողովուրդ ջան։ Ուրեմն հիշում եք Իրանը-Իսրայելսկի պատերազմը որ եղավ, ապացույցեցինք, որ դա բեմադրություն էր։
Զանգել ենք եւ Իսրայել եւ Իրան, ոչ մի ռմբակոծում չկար։ Փորձում էին ներկայացնել, որ Իրանը Ադրբեջանի դեմ է գործելու, Ադրբեջանն էլ Իրանի դեմ, ցույց տվեցինք հոդվածները Google-ից, որ 25 թվին Ирана азербайджанские военные учения проходили հենց մեր Ղարաբաղի տարածքում։ Փաստաթուղթն ենք ցույց տվել, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև կա военный պայմանագիր, իրար օգնելու զինված պայմանագիր։ Ցույց ենք տվել, որ 30 տարուց ի վեր Ադրբեջանի եւ Իրանի военные училищաները իրար հետ համագործակցում են։ Փորձի փոխանակում են կատարում։ Հենց այդ ապացույցեցինք, Կաբիկ խաղը ավարտվեց։ Եվ ցույց տվեցին մի հատ կղզի չէ, Քարանձավի մոտ փոս Իրանում նկարեցին, քարկրոտ բնականա ու գրեցին. այստեղ փոսը որ մտնում եք ядерնի ռակետաների ծրագիրն են կատարում, որ ստեղ ամեն ինչը որ էսի ռմբակոծել են։ Ես ավելին քան կասկածում եմ, որ ոչ մի ядерный ռումբել չկա աշխարհում, ժողովուրդներին վախի մեջ են պահում ժողովուրդ ջան։ Հիմա ինչ ծրագիր ունեն։ Դեր են տանում իբր թե Ադրբեջան ու Իրանը իրար դեմ են։ Ուրեմն հիմա նկարները ցույց կտամ ձեզի, հայեր ջան։ Շրջանառության մեջ Ադրբեջանը գծել է, որ գոյություն ունի իբր թե քաջարների թագավորներ, այսինքն Իրանի ուզում են փորձել աշխարհին խաբել, որ ազերները դա ոչ թե տեսակ նոր ցույց տվեցի նկարները, որ ջվուտ են, ոչ թե դա ջվուտ խազերներն են, այլ Իրանում դինաստիա ադրբեջանցը, որ այնտեղ էլ թագավոր են ունեցել, զորով ժողովուրդներին ուզում են խաբել, որ Ադրբեջանում ունեն իրանք դինաստիա Քաջարով, հեսա նկարները ցույց կտամ, ժողովուրդ ջան, որ հույսով են, որ պիտի մի ծրագիր իրականացնեն, Իրանը մասնատեն, Ադրբեջանը միացնեն Ադրբեջանին Հայաստանից հողեր, են որ անկլավ են ասում Սյունիքով այդ ամեն ինչով, եւ Քրդաստան ստեղծեն մեր հողերի վրա, Վիլիկի Կուրդիստան, հեսա սաղ ցույց կտամ ձեզ հայեր ջան։ Վիլիկի Կուրդիստան են ուզում ստեղծել, Իրանը մասնատեն։ Մնացած, չգիտեմ, էլի հողեր Թուրքիայի հետ միացնեն, թե են մնացածն էլ Վիլիկի Կուրդիստան սարքեն։ Так. Ուրեմն, Тюркскую республику организуют Азербайджанскую Тюркскую республику в Тебризе
и стать лидером южноазербайджанских тюрков. В таком случае Турция и Азербайджан могут оказать поддержку нашему Шахзаде. Էսի իբր թե իրանց Շախզադե պրինցն է, հələ մի հատ նայեք այս պրինցին, Կարափապախ, Հերատոյի աղբերությունն է։ Այսինքն նպատակը Իրանից, Հայաստանից Արցախը տարան հողեր միացնեն, ստեղծեն Թյուրքսկую ռեսպուբլիկու, էս էլ իրանց թագավորն է։ Հիմա թագավորին արդեն իրան դրել են թագավորի տեսք, արդեն իմիջը, արդեն սկսեցին իմիջը փոխել, նայեք, հակու կապը, արդեն անցան գործի, ոնց որ Բոշա Էրատովին գլխին դրեցին պիլոտկեն, իբր թե դասական ոչի մեջ, նույնը այս չոբանին, կարակոյունին սարկում են պրինց։ Գիտեք կոմենտների մեջ ինչա գրած։ Կոմենտների մեջ նստած գրում են, որ ցեղը դասախոսներ են, ակադեմիկներ են, չգիտեմ ինչեր են։ Մեկը գրում է, որ я не знаю, кто это։ Գրում է, որ հեր ունեցել է 25 հատ կնիկ, 25 հատ կնիկ, ինքը ամենափոքր կնգա, ամենափոքր երեխեն է։ Պատկերացրիք։ Այս ծրագիրն է գնում, հայեր ջան։ Ուրեմն հիմա ձեզ էլի նկարներ ցույց կտամ։ Ուրեմն ստեղ Երևանում մեր համասարանում քուրդ է սովորել, ապրել Հայաստանում, որը շարքային քուրդ չի, գործում է մեր երկրի դեմ։ Հեսա նկարները ցույց կտամ։ Էս էջն է Facebook-ի մեջ։ Так. Училась Հայաստան, հեսա։ Մեր Հայաստանում համասարանն ավարտել։ Էսա իրան նկարները, նայեք, մարդիկ գործ են անում, տեսակ, բա, էջին դրածը նկար, ժողովուրդ ջան, ուշադիր նայեք, էսի իրանց Վելիկի Քուրդիստանի քարդեզնա, Իրաքից, Իրանից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանն էլ գոյություն չունի, Վրաստանից էլ երևի ըստ երևույթի մեր ջավախքն է, նայեք, Հայաստան չկա, տեսակ, գրել է ինձի,
ինձ գրել է. Այ վհուկ, Հայաստանն էլ արեստական հիմնադրված երկիր է, բա, և քրդական հողերի վրա։ Առանց այդ էլ Հայաստանում այլ ազգեր չկան, իբր տեստեղ ջվուտ քուրդ ոչ մեկը չկան, 99% հայեր են, իրար կերեք, բա, իսկ Քրդաստանը կա և այժմ կստեղծվի մենց Քրդաստան, հայերը ամենուր տարածված են աշխարհում, իսկ ձեր մեջ ոչ ոքին չեք պահում, պահել ենք, համասարանն էլ սովորել ես, ինչպես տեսնում եմ տարիքովա, ուրեմն սովետի վախտով ձրի էլ ավարտել է, ինձ էլ ասում է, կամաց թրի տրուսիկդ գկտրվի, խոստանում եմ, օրը բարին գկայ, ինտերնետի մեջ իրան հակի տրուսիկը կոխելու եմ իրան բերանը, վերևն Աստված, դուք էդ օրը կտեսնեք, ես էլ ձեր հետ, հասկացաք ժողովուրդ ջան, Քրդաստան են ստեղծում, Իրանից, Հայաստանից, Արցախն էլ կտրեցին, միացնում են Ադրբեջանին, սարքում են թագավորություն Ադրբեջանին, մնացած հողերը Քրդաստան են սարքում, հիմա մի հատ քարտեզ ձեզ ցույց կտամ, մարդիկ գրել են, на этой линии почему-то всегда военные действия, ուղիղ գիծը, մարդիկ գրում են, այս գծի վրա անընդհատ պատերազմներ են, սկսվում է Չինաստանից, գնում է հասնում է, նայեք, Չինաստանով, գնում է հասնում է, մինչև Եվրոպաներով, Ուկրաինայով բանով, գնում է հասնում է, տեսեք, դուք քարտեզի վրա չեք տեսնի Հայաստան, ոնց որ քուրդն է գծել, Հայաստան չկա, հասկացաք, սա մետաքսե ճանապարհն է, ժողովուրդ ջան, որ դարերով մեր պապերը հայերը պրատարիլի, քարավաններով այդ ճանապարհը ուղղել են, իրանք են ստեղծել, գտել, որ առևտուր են արել Չինաստանից մինչև Եվրոպա, Եվրոպայից Չինաստան, ուրեմն ջհուդների, Իսրայելի, հեսա մի քիչ հետո այդ վիդեոն էլ ցույց կտամ, Իսրայելի դեսպանը Հայաստանում նագլիով խոսում է, որ Տիգրամենձը իրանց բերել է, որ հայերին բիզնես սովորացնի, իբր թե այդ ճանապարհը իրանք են մշակել, իրանք են առևտուր արել, մեզ էլ անգրագետներիս եկել են սովորցնելու, առևտուր անելու, ժողովուրդ ջան, այդ մետաքսե ճանապարհի վրա ինչ գործ են իրանք արել, հարձակվել են ռազմբոյնիկներով, գիշատիչներով, հայերի քարավանների վրա, տերերին սպանել են, եղած չեղածը տարել են, սա է եղել իրանց գործը, հիմա, շուտվանից խոսում ենք, որ Ջավախկով, Վրաստանով, Աբխազիայով, անցնում են դրանով, արդեն հասնում են Կրասնոդար, Ռոստով, Սոչի, Ստավրոպոլ, մենց կռիվ են ուզում գծել
որտեղ որ հայերն են, որտեղ որ քրիստոնյաներն են, մենց կռիվ գցեն, հայերի ջարդը տան։ Մենք քանի անգամ այդ պատերազմը կայնացրել ենք, ժողովուրդ ջան։ Այս Իսրայել-Իրանսկի պատերազմն էլ, որ մոտ մի կես տարուց առաջ ավել արեցին, մենք նկարները ցույց ենք տվել, որ ոչ թե շենքերը քաղաքը տրակցրել են, նորակառույց շենքերն էին նկարում, ժողովուրդ ջան, որ պատուհան բան չկա հələ դեռ։ Ներկայացնում են իբր թե ռմբակոծված շենքեր Իսրայելում։ Հիշում եք Վարդանիկի ընտրությունները Գյումրիում։ Խոսացին, որ 3000 ընտրող պիտի բերեն Ջավախքից, որպես Գյումրվա բնակիչ, դե բարբարը նմանա, Գյումրվա բնակիչ, որ Նիկոլի համար ձայներ տան։ Երբ որ այս ամեն ինչի մասին խոսացինք, որ Ջավախքը ներքաշում են պատերազմի մեջ, իրանց մոտ այդ խաղը չանցավ, ժողովուրդ ջան։ Փորձում են ջավախցիներին բերեն, այդտեղ քաղաքացիական պատերազմը սկսեն ու սենց այդ բոցը գցեն։ Հիմա այս ծրագիրն են ուզում իրականացնեն։ Այս համարյա մի տարի է Ռուսաստանը բեմադրություն է տանում Ադրբեջանի հետ, իբր թե իրանք պրատիվաստայանի մեջ են, պայքարի մեջ են։ Դեր են տանում, որ Հայաստան Ադրբեջանի հետ արդեն մենք սենց լավ ենք, որ այդ երկու պետությունը ուզում են գնան մտնեն Եվրոպա, Ամերիկա, ՆԱՏՕ-ի մեջ։ Սկսել են դեր տանել, ոնց որ 2018-ին Նիկոլին բերեցին, դեր տարան Պուտինը, որ եկավ Հայաստան, Նիկոլը չգնաց հadouk պաչոտնի դիմավորելու, հետո են ծարեցին Նիկոլ Պուտինից շուտ գնաց հասավ այրապորտ ճանապարհելու, բեմադրություն խաղցան, որ Նիկոլը Պուտինին արհամարեց, Պուտինը վիրավորվեց, դրա համար Արցախի հարցում հայերին չօգնեց։ Այդ բեմադրություն խաղցան։ Իրականությամբ Պուտինը անմիջապես պատերազմից հետո հայտարարեց, որ появились благоприятные условия для разблокировки дорог։ Բարեհաջող պայմաններ ստեղծվել ճանապարհները ռազմբլոկիրովկա անելու համար։ Նիկոլին գոված, ասեց Նիկոլին ձեր մի արեք, он не предатель, он патриот։ Այսինքն նշանակեց, որ Նիկոլին ձեր հանգարտ չդակ։ Ինչ որ վերաբերվում է, հիմա փորձում են ներկայացնել, որ այդ ճանապարհը, որ հիմա ուզում են տալ Սյունիքից, Նախճիվանն ու Ադրբեջանը միացնեն իրար, իբր թե Ռուսաստան մեզ ավելի լավ պայմաններ էր ստեղծում, Ամերիկան ավելի վատ պայմաններ է ստեղծում, էդ էլ իրար պաստալով խաղում են, որ Ռուսաստանը якобы ни при чем դուք արեցիք։ Հիմա ցույց տամ։ Ոնց է Քոչարյանը ասում, մի վիդեոյի մեջ ինքը խոսած, որ ճանապարհները անհրաժեշտ են, Քոչարյանն է խոսացել։ Ուղղակի պետքա տեսնենք մեր, ու էսենց էլ ցույց տվեց, մեր անկախությունից մենք ինչքան պետքա զիջենք, որ ճանապարհ ստանանք, ահա։ Անկախությունը զիջելը դե նշանակում է կնոջը տեսնեմ քանի անգամ տամ ինչ որ մեկին։ Ոնց դու կարաս քո երկրի անկախությունը զիջես։ Ոնց կարելի է երկրի անկախությունը տեսնեն ինչքան զիջել ճանապարհների համար։ Էսա ձեզ ռոլիկը ցույց կտամ, որտեղ անմիջապես հենց Քոչարյանն էլ ասում, որ այո, ճանապարհը պետքա տալ, որ ասում եմ
Նիկոլոում շունն ամենագով էսկան գործաներ։ Հայերը երկրորդ համաշխարհայինի ժամանակ 5 տարվա մեջ Հայաստանից հասան Ռեխստագ։ 8 տարին լրանումը օպերայից հրապարակից օպերա ու սաղ գոռում են Նիկոլ, իբր թե Նիկոլ մի հատ հանել չեն կարող։ Իրոպե ժողովուրդ։ Փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն են։ Իրոպե։ Այսօր մենք փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն ենք Հարավային Կովկասում միջանց։ Եթե դա է այն գինը, որը պետք է տա, այո պետք է։ Լսեցի։ Փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն ենք Հարավային Կովկասում միջանց։ Եթե դա է այն գինը, որը պետք է տա, այո պետք է։ Փաստացի ասма Ռուսաստանի պրոտեկտորատն ենք, եթե դա է անգինը Ռուսաստանի պրոտեկտորատն ենք պետքա տալ, ուրեմն պետքա տալ։ Հասկացաք, ժողովուրդ ջան։ Հիմա ցույց տամ քրդերը ոնց են աշխատում։ Քրդերը նույն ջհուդներն են, ժողովուրդ ջան։ Կա սենց մի հատ էջ Անդրանիկ Դովլատյան։ Հիշում եք մի տարի առաջ, որ սկսվեց Էջմիածինի վրա հարձակումները, դերի մեջ էր, որ ինքը Էջմիածինն է պաշտպանում։ Բա Էսա ցույց կտամ, էսա Իրան էջնա Անդրանիկ Դովլատյան, խաչն էլ տեսնում եք, մի ժամանակ անցած տարի դեր էր տանում, որ ինքը գալու է, Էջմիածինը պաշտպանելու է ու եկել էր, ցույցեր էր անում, էս էլ Իրան նկարը, Գորժ գայլերի նշանով, այսենց եկեղեցի էր պաշտպանում։ Սա ինքնա, այդ Դովլատյաննա, տեսնում եք, ահա, քրդերի հետ, հեսա կարտան պոստը։ ԻՊՀ-ի և Քրդաստանի կուսակցության ղեկավարները միացան միմյանց, ամրապնդելու մեր եղբայրությունը։ Քրդերը մեզ դարերով մորտել են, ամրապնդում է եղբայրությունը քրդերի հետ։ Եթե կհիշեք Նիկոլին, որ Տաշիր Սամոն օգնեց վեր ընտրեցին, սարկեցին, Նիկոլին երկրորդ անգամ վարչապետ, առաջի ազգային ժողովի նիստը, Նիկոլը հանձնարարեց քրդերի միության նախագահան բացումն անի։ Ձեռ մեկնեց կաթողիկոսին, կաթողիկոսը որը թեկեց դեպի Իրան երեսը, ձեռը չընդունեց, թեքվավ գնաց, բան չեն մռմռում կաթողիկոսի դեմ։ Հասկացաք հայեր ջան, հիմա ամրապնդելու մեր եղբայրությունը և մեր համայնքները պատմության մեջ նույն անցյալում և նույն ապագա մշակութային և սպորտի խնդիրները քննարկելու, նույն սպառնալիքները, մեզ ու քրդերին ինչ-որ ընդհանուր թշնամի ունենք արդեն, նույն սպառնալիքները, որոնց բախվում է մեր ժողովուրդը այսօր և ապագայում։ Ոնց որ հրեաներն են իրանց սարկում, մեր պալաչները, մեր եղերնը կազմակերպողներին, իրանք ջհուդները իրանց, մեր եղերնը կազմակերպողներին սարկում են մեզ հավասար տուժված ժողովուրդ,
Հալակոստ չի եղել ժողովուրդ ջան։ Քրդերի թուրքերի ձեռքերով մեզ սպանել են թաքնված ջհուդներով։ Էս էլ ներկայացնում է, որ քուրդը մեր նման եղբայրական ժողովուրդ են, մեր նման էլ խնդիրներն ունեն ու մենք միասին պիտի պաշտպանվենք։ Տեսակ, ոնց են քրդերը գործում հայ ազգանունի տակ, Ամերիկայից է գործում էս էլ ժողովուրդ ջան։ Հիմա Իսրայելի դեսպանը ելույթ է ունեցել, խոսացել է, իմիջայլոց կներեք, այսօր հայտարարեցին, դե Միրզոևը գնանց Ամերիկա։ Միրզոևը գնանց Ամերիկա ու այսօր արդեն հայտարարություն տվեցին, որ փաստաթուղթ է ստորագրվել հիմնական բաժինը Տրամպի կամուրջին, Ամերիկայի ծեսյան Տրամպի կամուրջը, որ 50%-ից ավել տերն ու տիրականը իրանք, Հայաստանը ձայնազուրկ, իհարկե ներսի ջհուդները խոչեն թողնի Հայաստանը իշխող լինի թեկուզ այդ կամուրջի վրա, ուրեմն, որ ներդրումներն էլ առաջիկա եկամուտներից պիտի Ամերիկային վերադարձվի, իբր թե Ամերիկան է իրան փողերով կառուցում այդ ճանապարհը, բեմադրություն, որ այդ գումարները պիտի վերադարձվին, բա էլ ինչ ներդրում է ժողովուրդ, հիմա ասվում է, որ Ամերիկայի աշխատողները պիտի կայնեն բոլոր գործողությունները անեն, հայերը մոստի վրա, այդ ճանապարհի վրա, բացարձակ, հայ պիտի չերևա, Ալիևը չի ուզում տեսնի։ Հայերը գիտեք ուր են կայնելու, երկրորդ գիծ սենց ասեմ, ստեղից պիտի նայեն այնտեղ ինչեր են անում, ուղղակի նայեն, ձեռ են առնում, ոչ մի իրավաբանական գործոն հայի ձեռ չկա, գերի ես ժողովուրդ, հիմա ինչա խոսում դեսպանը, ուշադիր լսեք, Իսրայելական բիզնեսը հետաքրքրված է ամբողջ աշխարհում հայ մեր ինքնությամբ հպարտ լինելը մի հատ ներկայացնում է, որ իրանց մենք ունենք հրեա մայրիկ, դուք հայ մայրիկ, իրանց ջհուդ բոզերին հավասարցնում է հայ կնոջ մայր լինելու։ Անցություն շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Մենք շուտով կխորանանք Հայաստան-Իսրայել հարաբերությունների գործնական կողմի մեջ, բայց կցանկանայի սկսել փիլիսոփայական հարցից։ Մենք զրուցում ենք շատ խորհրդանշական օր, այն մեծ հրեայի ծննդյան օրը, ով դրեց արևմտյան մշակույթի հիմքը եւ սկսեց նոր ժամանակագրությունը։ Ինչ ընդհանուր բան ունենք մենք, հայերս եւ հրեաները, բացի Հիսուսից եւ ցեղասպանությունից։ Փաստորեն արդեն Հիսուսը ընդհանուր է։ Եվ փաստորեն and genocide. You see, I'm for 3 years now the non-resident ambassador and coming a lot to Armenia. Տեսեք, ես արդեն 3 տարի է ինչ որ չռեզիդենտ դեսպան եմ եւ հաճախ եմ գալիս Հայաստան։ Երբ Հայաստանում եմ, ինձ զգում եմ ինչպես տանը, որովհետեւ մենք ունենք շատ ընդհանրություններ։ Մենք ունենք հրեա մայրիկ, դուք հայ մայրիկ։ Դա ճիշտ նույնն է։ Մայրս ինձ զանգում է 5 րոպեն 1 իմանալու արդյոք այստեղ ամեն ինչ կարգին է։ Եվ վստահ եմ, ձեր դեպքում էլ է նույնը։ Մեր ապրելակերպը, մեր ինքնությամբ հպարտ լինելը, ուրիշին օգնելու պատրաստակամությունը, համայնքային կյանքը, ընտանեկան արժեքները, այս ամենը ընդհանուր արժեքներ են։ Մենք երկու իրանց մայրիկը
8-րդ օրը տղեն որ ծնվում է, բերանով, կներեք ինձ հայեր ճիշտը պիտի իմանաք, մինետ անելուց եղած չեղածը վրից գզում է, իմացեք դա, իրանց մայրիկի գործոնն է, իրանց մայրիկները ապրում են ինցեստայով, հերը ապրում է աղջիկա հետ, մերը ապրում է տղու հետ, հիմա, Դուք լսել եք հրյան ինչ-որ մեկին օգնի, մեր առոլիգները տարածելով, որ արունախում, գիշատիչ, մարտակեր, հավասարվում են հայ մայրերին իրանց, Հնագույն ժողովուրդներ ենք։ Մենք երկու հին ժողովուրդներ ենք, որոնք ինչպես նշեցիք, պարտավոր չեն խոսելու միայն մեր պատմության վատ կողմերի մասին, որոնց միջոցով ստիպված ենք եղել անցնելու։ Բայց տեսեք, Տիգրան Մեծը նվաճեց այն տարածքի մի մասը, որն այսօր Իսրայելն է։ Նա հասավ մինչև միջերկրական ծով եւ իր հետ հրագերիներ բերեց Հայաստան, որոնք տարիների ընթացքում դարձան վաճառականներ։ Լեգենդն ասում է, որ նրանք հայերի իրանք վաճառական չեն եղել, են որ խոսում է ժողովուրդ ջան, հրյաները վաճառական չեն եղել, разбойники с большой дороги, հարձակվել են հայերի քարավանների վրա, հայերին սպանել են, քարավանները թալանել են, Երին սովորեցրին, թե ինչպես լավ գործարարներ լինեն, այնպես որ դա նույնպես ընդհանուր բան է։ Մենք ունենք սփյուռք ամբողջ աշխարհում։ Հայկական սփյուռքն ու հրեականը շատ լավ գործակցում են, որտեղ էլ որ լինեն։ Կարծում եմ հենց սա է մեզ միավորում։ Երկու հնագույն հպարտ ժողովուրդ։ Two ancient, proud people. My next question was supposed to be a political one. Իմ հաջորդ հարցը պետք է քաղաքական լիներ, բայց քանի որ դուք այս պատմական էքսկուրսը կատարեցիք եւ անդրադարձաք գործարար հարաբերություններին, լսել եմ, որ իսրայելական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներով, հաշվի առնելով մեր երկրի շուրջ ձևավորվող նոր աշխարհակաղակական իրողությունները։ Որն է պոտենցիալը։ Գիտեմ, որ այսօր հանդիպել եք էկոնոմիկայի նախարարի հետ, որոնք են արդյունքները, ինչ ուղղությամբ են շարժվում Հայաստան-Իսրայել հարաբերությունները տնտեսական տեսակետից։ Moving economically speaking. Look, when I learned about communications, they told me never tell the interview. Տեսեք, երբ ես սովորում էի հաղորդակցություն, ինձ ասացին երբեք հարցազրույցավարին մի ասա, որ դա շատ լավ հարց է, բայց սա հենց այն հարցն է, որը մենք ինքներս մեզ տալիս ենք։ Ես չեմ կարող հիմա ձեզ ասել, թե որոնք են հեռանկարները, քանի որ մենք դեռ ուսումնասիրում ենք դրանք, եւ կարծում եմ այդ ամենն ավելի շատ կապված Իրանք ոչինչ չեն ուսումնասիրում, սա ծրագիրը, որ հենց իրանք կատարել են, ուշադիր լսեք հայեր ջան։ Երկրի կարիքների հետ, կան գործարարների փող աշխատելու ցանկության։ Ես դա ասում եմ իսրայելցի գործարարներին, երկուսը համատեղելը հրաշալի կլինի։ Նրանց ասում եմ նաև այո, ես Հայաստանում դեսպանն եմ, իսկ նրանք ասում են, Ալբանիա, նույնը չեն։ Ես գիտեմ, չեմ ասի, թե ով է արել նույն սխալը, բայց դա է։ Իբր թե Հայաստանի տեղը չգիտեն, իրանց նոր են համոզում գալ Հայաստան, իբր թե իրանց գերագույն նպատակը չի եղել, հիմա նոր հրյաներին, ջհուդներին բացատրում են կա Հայաստան պետություն, բա քանի կար մենք ոչինչ չունենք, բա այդ ոնց եղավ, որ շահագրգռված են Հայաստան գալ։ Խնդիրը, ոմանք նույնիսկ չգիտեն որտեղ է։ Ես ասում եմ ոչ, Հայաստան։ Հետո նրանք հիշում են ցեղասպանությունը եւ նման բաներ, բայց նրանք չգիտեն, որ այստեղ կա հնարավորություններով եւ հեռանկարներով երկիր։ Հիմա չգիտեմ ինչպես կոչել դա, խաղաղության գործընթաց։ Եկեք կոչենք խաղաղության գործընթաց, որն ունեք ձեր հարևանների հետ եւ այն պոտենցիալը, որն այն բերում է։ Հուսով եմ կխոսենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան, Միացյալ Նահանգներ,
Իսրայել հարաբերությունների մասին։ Այս ամենը իսրայելական բիզնեսին ավելի է մոտեցնում այն մտքին, որ այստեղ անելու բան կա։ Ես դա ասացի իմ գործընկերներին այստեղ, արտաքին գործերի նախարարությունում։ Ասացի էկոնոմիկայի նախարարին, որ ուզում եմ վեբինար անցկացնել իսրայելցի գործարարների հետ այն մասին, թե ինչպես բիզնես անեն Հայաստանում։ Սկսենք հիմունքներից։ Տղաներ, մենք ունենք ուղիղ թռիչքներ, տևում է 2 ժամ 10 րոպե։ Իսրայելում կա հայկական համայնք, Հայաստանում կա հրեական համայնք, կա հրեական սփյուռք ամբողջ աշխարհում եւ հայկական սփյուռք ամբողջ աշխարհում, եւ նրանք աշխատում են միասին։ Եվ երբ Արգենտինայում, ներողություն չեմ հիշում անունը այդ կարևոր հայ, երբ նա հանդիպեց Իսրայելի դեսպանին, նրանք խոսեցին այն մասին, թե ինչպես պետք է համատեղ բիզնեսով զբաղվեն Հայաստանն ու Իսրայելը, քանի որ ի վերջո մենք հենց դա ենք ուզում՝ ունենալ մի բան, որն օգուտ կտա մեր ժողովուրդներին, որպեսզի մարդիկ շոշափելի արդյունք զգան։ Այո, հաճելի է, որ այցեր ունենք, դիվանագիտական հարաբերություններ, որ փորձում ենք ջերմացնել մեր հարաբերությունները, բայց տնտեսությունը կարևոր է։ Մարդիկ պետք է տեսնեն իսրայելական ընկերություն, չեմ ասի ներդնող, քանի որ իսրայելցիները շատ չեն ներդնում։ Ինչ արած, գործարարներ են ուզում են վաճառել, ոնց կլինի ներդնեն։ Մենակ տան է։ Ինչ վաճառել։ Մենք նրանք չենք, ովքեր կառուցելու են Թուրքիա-Հայաստանին կապող ճանապարհները, բայց գուցե մենք լինենք նրանք, ովքեր կմշակեն ծրագրային ապահովումը, որը կկառավարի երթևեկությունը։ Այնպես որ պետք է սկսենք հենց հիմունքներից։ Հասկացաք։ Իրանք չեն կառուցելու։ Նայեք, բայց կլինեն ուշադիր լսեք։ Ներդնող, քանի որ իսրայելցիները շատ չեն ներդնում։ Ինչ արած, գործարարներ են ուզում են վաճառել, բայց ինչ վաճառել։ Մենք նրանք չենք, ովքեր կառուցելու են Թուրքիա-Հայաստանին կապող ճանապարհները, բայց գուցե մենք լինենք նրանք, ովքեր կմշակեն ծրագրային ապահովումը, որը կառավարի երթևեկությունը։ Այնպես որ պետք է սկսենք հենց հիմունքներից։ Who will manage the traffic. The US and Armenia signed a strategic partnership. Միացյալ Նահանգները Հասկացաք։ Սյունիքի կամուրջը ով է կառավարելու։ Ու ոչ թե պայմաններ ստեղծվեցին, այլ մեզ դարից դար այդ մետաքսի ճանապարհի համար մորտել են, մեր հողերը տարել են, Ադրբեջան են ստեղծել, Թուրքիա են ստեղծել, ժողովուրդ ջան, որ այսօրվա օրն էլ այսենց այդ կամուրջը ստեղծեն ու հայերին այսենց ոչնչացնեն Քրդաստան ու բան կներեք ստեղծեն հայերին ուղագի հատ ոչնչացնեն ուրեմն այսօր հոդված տարածեցին տեսնեմ որ էջի վրա եմ գցել որ մեծահարուստ հրեան Ամերիկայում հայտարարություն է տարածել որ այն ուսանողները որոնք ստորագրել են Պալեստինան պաշտպանելու համար իրանց ցուցակն է պահանջում Ага, это. Для них все методы хороши. Еврейский миллиардер Билл Акман начал собирать имена американских студентов, подписавших петиции в поддержку геноцидальной войны Израиля в секторе Газа. Акман ясно дал понять, этот список не останется тайной. Это ցուցակը Ամերիկայի ուսանողներու կապ չունի, որ ազգից են, ստորագրել են, որ Պալեստինայում Իսրայելը թարգի եղերն անել, այդ բոլոր ուսանողների ցուցակն են պահանջում ու ասում է գախնիկ չեր էլ մնա, он планирует передать его руководителям крупнейших компаний страны. Его послание звучит без компромиссов. Тот, кто думал, что может поддержать Хамас и остаться анонимным, Гахни, глубоко ошибался.
Ասմա ով որ մտածում էր, որ կարա Խամասին պատժկա անի եւ մնար գախնի, շատ մեծ սխալվում էր։ Я лично, ասմա ես ինքս անցամ կստուգեմ, որ այդ ուսանողները նստուպիլի на Ուոլ-սթրիթ։ Մեծահարուստ կամպանիաներին ցուցակները պիտի տա, որ այդ ուսանողներին աշխատանքի չվերցնեն։ Բա հայեր ջան, քանի տարի եմ գոռում, Աստված չտա, լեզուս չորանա, եթե Հայաստանը վերացնեն, մի մտածեք, որ սպյուրքի հայերին գլխներին ենք տնելու, ուղղակի այսենց հրահան գիճացնեն, որ հայերին ով որ աշխատում է գործից հանեն, աշխարհով մեկ։ Նորերին էլ գործի չընդունեն։ Համաշխարային դելեր զոր են անելու հայերի համար։ Պարզ, բաց, առանց վախենալու, խոսում է, որ ցուցակները այդ երիտասարդներին ու Ամերիկան խոսում են ազատության պետությունն է, խոսքի իրավունքների։ Մարդիկ ֆաշիզմի դեմ ստորագրել են, ասմա պիտի պատժվեն։ Այդ ցուցակը գախնի չերել մնա։ Հայր ջան, պատրաստվեք ելնել ոտի։ Եթե հանգարց որոշեն ճամպա տալ իրանց բոլոր ջհուդները աշխարհով մեկ զալոժնիկ են։ Զալոժնիկ են։ Պիտի հարձակվենք իրանց վրա։ Ուրիշ ձև չունենք։ Քրիստոսը կրակով է գալու։ Մենք Քրիստոսի զավակներ եւ զինվորներն ենք։ Ուրիշ ձև կյանքը փրկելու մենք չունենք։ Մենք ումն ենք զիջում մեր երգիրը, մեր հայ լինելը։ Ումն ենք մենք զիջում լռությունով։ Սրանց 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, որ իրանք մտնում են Արցախ, նայեք։ Այս նկարն էլ է շատ խորհրդանիշ։ Յոբե։ Էսի թուրքերն են, նայեք։ Յուրտայի մեջ 19-րդ դարի վերջ, 20-ի սկիզբ, թուրքի վիճակը, ազերի վիճակը, էսա։ Եվ հայը արդեն 5-րդ դարում կառուցում է հսկայական առանց ժամանակագից տեխնոլոգիաների հսկայական շինությունները եկեղեցիները։ Ժողովուրդ, արթնացեք։ Արթնացեք ու տեր կայնենք, այո, բոլորս էլ արդեն ցույց տվեցի, ոնց են ջհուդները գրավել են երկրները։ Եթե հանգարց որոշեն հարձակվեն, այս կռիվը նաև գծում են, որ միլիոնավոր փախստականներ իբր թե Իրանից փախան, իրանց ջհուդներին բերեն լցնեն ստեղ։ Նույն
78 թե 77 թվին, որ արեցին իրանսկու ռևոլյուցիա չադրեկը քաշեցին, մուսուլմանական երկիր սարքեցին, թակուին թակավորն եղել են նույն ջհուդները ժողովուրդ ջան։ Ես մտածում եմ այդ չադրի գաղապարն էլ մտցրեցին, որ իրանց ջհուդ կնանիքներին մտցնեն պարսիկ ժողովուրդների մեջ, չտեսնեն, որ սրանք ջհուդներն են։ Հիմա երբ որ արդեն սերունդները երկու սերունդ ցրտծրեցին քանակով խեղդում են պարսիկներին, արդեն չադրկը հանում են։ Մասկից բրասը վյուտ արդեն։ Հիմա եւ ինչքան ղեկավար ունեցել են բոլորը ջհուդ են եղել ժողովուրդ ջան։ Հիմա դրանց նկարներն էլ ցույց կտամ, որ տեսնեք, որ Իրանում իրականությամբ ոչ թե պարսիկ ժողովուրդն է իրար մեջ կռիվ տալիս, այլ էլի իրան սարկածն է։ Հիմա եթե Իսրայելը գախնի խառնում է, ինչի է իրան պետք բացույց է տալիս, որ Իրան Մոսադի ագենտուրնի ցանցը Իրանում գործում է։ Նպատակը ո՞րն է։ Կամ այնտեղ այդ մասշտաբների մորթ չկա, ուզում են ցույց տալ, որ այդ մասշտաբների մորթ է գնում, ազգանուն տեսնեմ ես հոդվածը գտնեմ, որ հենց իրանք են հայտարարում, որ Իսրայելի Մոսադի ագենտուրնի ցանցը գործում է Իրանում։ Իմիջայլոց էս ինչ կռիվը, որ ուզում են գծել, եթե մարդիկ կան մտածում են, որ Վրաստանը մեր կողմից է, չմոռանաք 20 թիվը, որ Վրաստանը սահմանները փակեց, հումանիտար օգնությունն էլ թույլ չտվեց Իրան ճանապարհներով կհասնի Արցախին, իսկ թուրքերին ազերներին Իրան ճանապարհներով թույլ տվեց զենքը կհասնի ազերներին։ Էսա նայեք, Турция, Грузия и Азербайджан провели в Анкаре учение спецназа. Թուրքիան, Ազերբայջան, Վրաստան։ Ահա, նայեք։ Էսա Իրան սպեցնազը 3 պետության, այնց որ ջավախահայություն, ուշադիր եղեք, ոչ զենք ունեք, ու միամիտ մնում եք այդտեղ, մտածում եք, որ դուք Վրաստանում եք, առանցին պետությունը ամեն ինչ խաղաղ է։ Ձեր կյանքը ոնց որ Դամբասի ռուսներին ծխեցին, ջավախքը կամ պակն է ամբողջությամբ հայությունով բնակեցված մեր հողերն են, ջավախքը հայությունը վտանգի տակ է։ Էս էլ որ տեսնեք Վրաստանում ինչ է կատարվում։ Տեսակ, որ Վրաստանն էլ է ջհուդների տակ, կարևորը բոլոր երկրներում երկում են այդ ազգերի երկերը, այդ ազգերի պարերը, այս է, տեսակ ժողովուրդ ջան, հիմա, իմիջայլոց,
Այդ ցեղը, որ հորինել են թակավորական ազերները քաջարի, վտանգի տակ է նաև մեր քաջարանը։ Վաղը կասեն քաջարանը կոչվում է Իրանի, Ադրբեջանի թակավորների տարածքն է եղել, քաջարները հենց այդտեղից են հիմնականում եղել։ Հիմա նայեք ստեղ։ В Армении задержали мэра Քաջարանը։ Էսի Քաջարանի քաղաքապետն է, իբր թե Էլան Նիկոլի դեմ, հիշում եք, իբր թե ԱԱԾ-ն ձերբակալել էր, հետապնդում էին, բա, այսի Նիկոլով հետապնդված Քաջարանի քաղաքապետն է ջերմ ժպիտով։ Ծաղիկները արդեն նվիրում, այո, էրատոյին, նայեք ժպիտներ իրանց։ Հետապնդումից հետո, երբ որ բաց է թողե, այսինքն երբ որ Արցախը բանը հանցնում են, սրանց փագեցին, բան արեցին, իբր թե չեն կարողանում Սյունիքին Արցախին օգնել։ Տեսնում եք։ Պատկերացրեք 37 թվին պատվալներից ինչ որ սաղ մարդ դուրս գար ու հետապնդողի կնգան բուկետներ նվիրեր։ Հիմա գիտեք էսի ով է։ Ամբողջ քաղաքական դաշտը լցված է իրան ծով։ Սա Կրիստինա Մարտիրոսյանն է։ Բա Նիկոլի ապոզիցիոներ էր խաղում։ Սյունիքից եկել է Երևան, որ ասեցի ինչ գործ ունես 42 տարեկան, այդ 4 տարվա, 5 տարվա խոսակցությունը։ Զանգել էր մեզի, հայերիս։ Հարցնում էր, իբր թե մտածում էր Քոչարյանի շտաբում գործ եմ անում, փողով եմ գործ անում, ուզում էր գինը իմանար, որ ինքն էլ գնար փողով գործ աներ, որ ասեցի ես ոչ տեղյակ եմ, ոչ բան, շշմավ։ Ժողովուրդ ջան, սա Կրիստինա Մարտիրոսյանն է, 42 տարեկան, ամուսնացած չէ, որ հարց տվեց ինչ է Սյունիքից թող եկել, գիտեք ոնց էր պատմում, հորողբորը ոնց են գողացե, ածեն, միջև ազգով տակով էլան իզով թիզով կորել են, չկան ասում, տարան։ Ոչ մեկն էլ նստած չի, նկարում են, որ մծրեցին ածեն, մյուս կողմից գնում են, հավայան կղզիներ կամ չգիտեմ որ կղզիներ կայֆավացալն են, այդ է։ Ասեց եկել եմ, ամուսնացած չեմ, որ ինձ ամուսին գտնեմ, քաղաքական դաշտում, ակցիաներին դրա համար էր գնում։ Էջից նգար կդանք, այդ վաղտ նկարեցին աղջիկները, ուղղակի այդ էջերս ջարդել են ժողովուրդ ջան։ Հիշում եք 18 թվին մարոժնի ուդող երեխեքների հետ Քոչարի պարող, են որ երեխեքների հետ կնգահետ խոտոգներ էին անում։ Նունեն էլ իբր թե հեքիաթ գրողը, Արմեն Սարգսյանի կինը, Էնենց հեքիաթ գրողը, որ տղեն տղու հետ ամուսնած է, այո, Արմեն Սարգսյանի կինը, Նունեն հեքիաթ գրող էր, Էնենց մամա էր, տղեն տղու հետ ամուսնած է, դուք բոլորից լսել եք, որ Վազգեն Սարգսյանը Արմեն Սարգսյանի քիթու մրտին է տվել։ Եվ դրանից հետո ելույթ ունեցի, եթե ամբողջ աշխարհը անգամ դառնա համասերամոլական, Հայաստանը կյանքում չի դառնա։ Գիտեք ինչի համար է խփել։ Են որ ասում են Վազգեն Սարգսյանի քույրիկ Արամ Սարգսյանը։
Արմեն Սարգսյանի ընկերուհին ա եղել։ Բայց ցեղական ա, տղեն տղու հետ ա ամուսնացել։ Այ էս Կրիստինա Մարտիրոսյանը դասական ոչի մեջ, սև շլապով, 5 երեխու հետ, բազմազավակ մոր դեր էր տանում։ Մարոժնի սարկող, մարոժնի բաժանող, մարոժնի ուդող, խոդող էպող։ Եկել էր այդ երեխեքների հետ ներկայացնում են, որ հեքիաթ գրողն ունեն, պիդաֆիլ Արմեն Սարգսյանը պետիկը, գիտեք ինչ կան երեխա սիրող են, ընտանիքի մարդիկ են, հայ են, այդ դերն էր տանում, անգամ ամուսնացած չի, երեխա էլ չուներ։ Հիմա արդեն նայեք ինչ էջեր ունի։ Արդեն իրանք ազգայնական հագուստով նայեք հորողբոր նկարն էլ արդեն դրել է։ Ահա։ Տեսակ։ Ամենակարևորը գիտեք ինչ է էջին գրել։ Անկեղծությունը յուրաքանչյուրիս անվտանգությունն է։ Այդ հենց անկեղծ է։ Ամուսնացած չլինելով, երեխա չունենալով, շլապեն հակած դասական ոչի մեջ, բազմազավակ մոր դերատարել խալխի երեխեքներին բերել էր հեղափոխություն էին անում։ Հետո պլավնը նստան Հագա Նիկոլ բերելուց հետո Նիկոլը դերա տանում, որ Քաջարանի քաղաքապետին ձերբակալել են, որովհետև Նիկոլի դեմն է, Սյունիքի հողերից հանձնեցին, հետո ելնում են ծաղիկներով էռատոին ժպտերեսիկ դիմավորում են։ Վաղն էլ գելն են կասեն, այդ կարա գլուխ, կարա փապախ, կարա կոյուն, քաջարների տովմի թակավորն է Քաջարանիցը։ Կրիստինե Մարտիրոսյանի բարեկամն է հերթական։ Հասկացաք ուր են տանում ժողովուրդ ջան։ Էն հենց որ եթե հանգարց փորձեն խառնել Հայաստանը եւ ճանապարհ տալ թուրքերին, այսինքն Իսրայելը գալիս է թաթը դնում է, չմոռանաք, որ պատերազմի հետո անմիջապես գրեցին благодаря интенсивным поставкам Израилю оружия Азербайджану, հիմա եկել են ստեղ, ասում благоприятные условия для бизнеса выяснили։ Հերանագար կա Հայաստանում։ Զենք տվեցին Ադրբեջանին, իրանք ոչ մի քուրդ, ոչ մի ջվուտ, ոչ 90-ականներին, ոչ հիմա պատերազմի մասնակից չեն եղել։ 800,000 հրյա են ապրում Հայաստանում եւ 2000 ընտանիք, ոչ մի հրյա, չգիտեմ քրդերի համայնքը ինչ կանա, մեկ գրում են 25,000, մեկ գրում են 45,000, ինչ կան էլ եզդիների տակն են թաքնվել, մեկ Աստվածը գիտի, ոչ մի քուրդ, ոչ մի ջվուտ, պատերազմի մասնակից չեն եղել, ժողովուրդ ջան։ Զատո Ադրբեջանը ունի մեդալ, տանկից ջվուտ, 90-ականներին կոտորել է հայերին։ Սրանք գալիս են ջերմ հարաբերություններ ստեղծեն Հայաստանում։
Հասկացաք ինչա կատարում ժողովուրդ ջան, իսկ Ժիրինովսկին ասելա, որ Հայաստանից մնալու է միայն Էջմիածինը։ Էն էլ ինչի համար հայերին կուտտան, որ Հայաստանա մնացե, դուք կարաք հետո լայնացնեք, էրատոյին նստացնեն, Գեղարտի կռիվա։ Պարիս հերունի անտենան արագացոտնի յումա, որ աշխարհը ստեղից կարավար է։ Իմիջայլոց Սերժի օրով Գյումրիից վայենի բազային շատ մոդիկ 350 հեկտար հող է հատկացվել Իսրայելին սեպագանաշնորհում, որը Նիկոլի օրով իկադարա եղել։ Հասկացաք ժողովուրդ ջան։ Մոսադի ֆիլիալն է կառուցվում под լոգիստическим центром։ Սա, են որ ասում է ընդհանուր Հիսուս ունենք, լուրջ։ Մեր մայրիկներն ասում են ընդհանուր, նույն ձևի մայրեր են, լուրջ։ Էնենց որ ժողովուրդ ջան, աբացույցեցի ձեզի, որ սա հրյաների, թլպատվածների, այլասերվածների, ինցեստայով, ով որ չգիտի, մերը տղու հետ, հերը աղջիկա հետ, քուր աղբոր հետ, քնում ելնում են, զաֆիլայով աբրող, ով որ չգիտի, անասունների հետ քնող ելնող, հիմա ես էլ ասեմ, ուզում եք որպես կադակ ընտունեք, ուզում եք լուրջ, մեր ժամանակ գրում էին, որ առանգուտանին ստեղծել են բիոլոգները փորձ անելով։ Ամբողջ աշխարհը գիտի, որ ջվուդները մարդ միայն իրանց են ընդունում, մնացած աշխարհը անասուն են։ Ջվուդ Դարվինն ասել է, որ մարդը ստեղծվել է կաբիգից, ոչ թե Աստծուց, այլ կաբիգից։ Իրանք մարդ համարում են իրանց։ Ուրեմն գնացեք իմացեք, այո, այդ առանգուտանը հենց ստեղծվել է ջվուդի ու աբիզյանի իրար հետ քնելուց։ Այդ աբիզյանը, որ ասում են, մարդ առաջացել է, հենց իրանք են։ Եկել են հավասարվում են Աստծու ստեղծված ժողովրդին։ Հասկացաք մեզով է ուզում հաղթել ժողովուրդ ջան։ Բարի բուն իմաստությամբ те, кто образовались от обезьяны։ 100 տարուց ի վեր մարդկանց սովորացնում են, որ մարդը ծնվել է, ստեղծվել է կաբիգից։ Կաբիգից հենց իրանք են ստեղծվել։ Կաբիգ հալով անասուն այլասերված հարունախում մարդակերներն ելել են ուզում են Աստծու ժողովրդին ոչնչացնել։ Խոսացել է Բայրանց Ռաբինը, որ мы сделаем так, что сожжем армию Бога։ Բա ասում են մարդկությունը կաբիգից է ստեղծվել։ Բա кто это армия Бога, որ հրյան ուզում է վառել։ Բա ասում է մենք նույն ժողովուրդն ենք։ Բա եթե դու Քրիստոսի ժողովուրդն ես, դու ո՞նց ես ուզում Քրիստոսի Աստծու ժողովրդին վառել։ Եղավ հայեր ջան։ Ու մի բան իմացեք։ Աստվածն ասել է զենք բարձրացնողը զենքով պիտի ոչնչանա, այսինքն կյանքը Աստվածն է մեզ տվել։ Ոչ մեկը իրավունք չունի ինչ մակ, ինչ միջազգային օրենք։ Աստվածը մեզ կյանքը տվել է եւ պարտադրել է կյանքը մեր պաշտպանել։ Նախորոք ասма տեսնում ես, որ քեզ ուզում են սպանել, դու պիտի սպանես։ Поднявший меч, поднявший, отмечай погибнет։ Աստված մեզ պարտականություն է տվել, եթե ուզում են քու կյանքը առնեն, դու պիտի իրան սպանես։ Եվ ցույց է տալիս Իուդային առավոտ
արդեն կախած են գդել ծառից, կախել են, թե կախվել է, դա երկրորդական հարց է։ Աստվածը ցույց է տալիս, որ դավաճաններին պետքա սպանել, ձևն էլ ցույց է տվել, կախել։ Այո, ինչքան հրյակա, պիտի կախվեն ոտերից, ոչ թե վզից, այլ ոտերից։ Այո, մեզ սպանող ջվուտները պիտի կախվեն ոտերից, դանդաղ մահով, չիր դառնալով պիտի սատկեն։ Են ով որ ասեց կարայ նույն ռեզուլտատը ունենայի, բայց զոյ չտայի, բայց տվել է, հասկանալով մեր տղեկներին տարել են հրյաներով, Ադրբեջանին զենք տալով, ստեղից դեմ տալով մեր տղեկներին, մեր երեխեքներին կոտորեցին, իրանց պիտի ոտերից կախենք, իրանց երեխեքներին իրանց ոտերի տակ զոյաբերենք, ոնց որ մեր տղեկներին զոյաբերեցին, մեր ժողովուրդին զոյաբերեցին, իրանք պիտի տեսնեն այսենց տանջվեն, ու չիր դառնան, դանդաղ մահով, ոնց որ դել էր զորի մեր ժողովուրդին, սովի ու ծառավության են մատնել, իրանք այսենց ոտերից կախված պիտի դանդաղ մեռնեն, ոչ 15 թվի համար եմ զիջելու, ոչ ես կան ինչ որ անում են զիջելու եմ, ժողովուրդ ջան, ամեն մի հայի մազի համար մուր պիտի հանենք, իմացաք աշխարհն ինչ կա, ու ամբողջ աշխարհի ժողովուրդներով բոլորը կայնած են, գիտեմ որ միայն ջվուդասպանդով աշխարհը փրկվելու է, կյանքը ասու տված կյանքը պաշտպանվելու է այս աշխարհում, շնորհակալություն հայեր ջան։ Բարին ասուց մեր Աստված առաջ, բաց արծակ չխառնվեք, բենզին, թուրքի բերած բենզինը, թուրքի բերած բենզինով պիտի վառվեն, բարին ասուց։